Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր մենք ջարդելու ենք կեղծ պատմության հիմքերը։ Այո, Ալիևը հերթական անգամ փորձում է Սևանը ադրբեջանական ծով հայտարարել։ Հայերին բերված ժողովուրդ, իսկ Հայաստանը ադրբեջանցիների պատմական հայրենիք։ Նա խեղաթյուրում է իրականությունը, պատկերազարդում հին ռուսական քարտեզները եւ փորձում է աշխարհին վաճառել որպես ճշմարտություն։ Որ իրական քարտեզներն են, որոնց վրա Ալիևը չի կարող գրել Ադրբեջան, որովհետև այդ երկիրը նույնիսկ գոյություն չուներ։ Որ քարտեզներով կարող ենք ոչ թե պարզապես հակադարձել, այլ մեկընդմիշտ լռեցնել նրա կեղծիքը։ Մեր հյուրը քարտեզագետ, միջազգային հեղինակություն ունեցող Ռուբեն Գալչյանն է։ Նա իր հետ բերել է կարևոր եւ իսկական քարտեզները։ Նա այստեղ է ոչ թե մեկնաբանելու, այլ փաստերով փշրելու Ալիևի քարոզչական բուրգը։ Մենք պատրաստ ենք ցույց տալու այն քարտեզները, որոնցից Ալիևն ու գաղափարաբանները խուճապահար փախչում են։ Սա ճշմարտության եւ կեղծիքի պատերազմ է։ Բոլոր քարտեզներով այդ լիճը տեղադրված էր Հայաստանի կենտրոնում։ Այս քարտեզը, որ ցույց եմ տալի, 1793 թվականին ցարական Ռուսաստանի հրատարակած Ալիևը ստորագրեց այդ օգոստոս 8-ի համաձայնագիրը, այնտեղ իր դեմ շատ խնդիրներ առաջացան։ Ալիևը վախեցավ եւ սկսեց նման հայտարարություններ անել։ Այստեղ պարոն Ալիևն ասում որ իր գետի անունը, լճի անունը Գոկչա է։ Այս ռուսական քարտեզի վրա է Սևանա լիճը։ Այս քարտեզը, որը մատնանշում է Ալիևը, որտեղ Սևանա լճի կողքը գրված է նրա ասած Գյոկչա բառը, ամբողջ տարածաշրջանում Ադրբեջան բառ չենք գտնում։ Գոյություն չունի Ադրբեջանն, որտեղ Ադրբեջան երկիր գոյություն չուներ։ Գյոկչա անունը գոյություն չունի։ Այդ շրջանի քարտեզը ծովը կոչվում է Սևան։ Իսկ լատինական քարտեզներում, որոնք միջնադարյան քարտեզներն են, Սևանի անունը կոչվում է Լիխնիտիս։ Ցարական կայսրությունը, Ռուսաստանը, ինչու է այս քարտեզը գծելիս Սևանա լճի կողքը գրել Գյոկչա։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Եթե Ադրբեջանը ցանկանում է գնալ պատմական քարտեզների, դա պարոն Ալիևը շատ զգույշ պետք է լինի։ Իրեն տանում է դեպի իր անկումը, որտեղ ցույց է տալի իրանով, որ պատմական քարտեզներում ինքը գոյություն չունի։ Ադրբեջանանուն ընդհանրապես գոյություն չունի որևէտեղ։ 18 թվականից ավելի հետ պատրաստված քարտեզներին նայենք ամբողջ աշխարհում, կտեսնենք, որ Ադրբեջան անուն ընդհանրապես Արաքսից հյուսիս գոյություն չունի։ Որ Ալիևը ինքը շատ վտանգավոր քայլ է վերցնում։ Եթե Ադրբեջանը չկատարի իր հանձնառությունները, Ամերիկան պատրաստ է պատժելու ավելի լուրջ պատիժներով հանդես գալու Ադրբեջանի հանդեպ։ Բարև ձեզ, պարոն Գալչյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Պարոն Գալչյան, Ալիևը հերթական անգամ իր զառանցանքը հղեց Հայաստանին, Սևանա լիճը անվանեց Գյոկչա կամ Գյոլլա եւ ոչ միայն ասաց, որ հայերը բերված ժողովուրդ են, որ Հայաստանը իրենց պատմական հայրենիքն է։ Հերթով սկսենք։ Հերթով պատասխանենք այդ հարցերի խնդիրներին։ Ալիևը ինչու է Սևանը ադրբեջանականացնում։ Գիտեք ինչ կա, երբ որ Ալիևը ստորագրեց այդ օգոստոս 8-ի համաձայնագիրը, այնտեղ իր դեմ շատ խնդիրներ առաջացան, իր համար խնդիրներ ստեղծվեցին։ Երկուսը ասեմ ձեզ այդ շատ կարճ ձևով։ Առաջին խնդիրն այն էր, որ նա այլևս չպիտի հակահայկական պրոպագանդաներ, քարոզչություններ տարածի։ Եվ դա իր համար շատ դժվար բան էր, որպես ամբողջ իր կյանքը նա անցկացրել հայերին փնովելով, հայերին անվանելով մարդասպաններ, ցեղասպաններ եւ այլն, եւ հայերին անվանելով եկվորներ այս տարածաշրջանում։ Հիմա ինչպես պիտի դա վերացնի։ Գրականություն ունի բազմահատոր կեղծիքներով լի, որի մեջ օրինակ մեկը 2007 թվականին Հայաստանի վերաբերյալ մի հատ գրական գիրքը ամբողջ հայկական վանքերի եկեղեցիներն են, գրքի տիտղոսն է Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները։ Գրքի երկրորդ էջում կա Հայաստանի Հանրապետության քարտեզը,
տակ գրված է Օղուս թուրքերի հայրենիք Արևմտյան Ադրբեջանը, որը այժմ Հայաստանի հսկողության տակ է։ 2007 թվականին այդ գիրքը գրել են, մեջը 200-ից ավել լուսանկար կա հայկական վանքերի եկեղեցիների սկսած Ուխտասարի քանդակներից եւ այլն, մինչև Գառնիի տաճարը, բոլորը անվանված են թուրքական տաճարներ։ Գիտեք ինչ կա, երբ որ մեր թվարկությունից առաջ Ուխտասարի այդ ժայռապատկերներն ունենք առաջին դարի Գառնիի տաճարը, ունենք մինչև 3-4 դարի հայկական եկեղեցիները, թուրք անվանումը դեռևս գոյություն չուներ։ Թուրք անվանումը առաջի անգամ չինարեն գրականություն մեջ հայտնվել է 6-րդ դարում իր շրջանում ապրող ինչ-որ ցեղերի մասին, որոնք կոչվում էին տուրկու։ Այդ բառը դարձել է թուրք եւ 6-րդ դարից առաջ ոչ մտեղ Թուրքի անուն, Թուրք երկրի քրուկ ցեղի անուն գոյություն չունի նույնիսկ։ Բայց իրենք պնդում են, որ հին եկեղեցիները թուրքական տաճարներ են։ Նույնիսկ Խոր Վիրապը թուրքական տաճար է, որտեղից քրիստոնեությունը Հայաստանը սկսեց քրիստոնյա դառնալ այդ միջոցով։ Այդ ծայրահեղ այդ կեղծիքները այն աստիճան են հասնում, որ այլևս ամբողջ Հայաստանի տարածքը կոչվում է Արևմտյան Ադրբեջան։ Հիմա այդ գիրքը հրատարակել է բազմաթիվ լեզուներով, ամբողջ աշխարհով մեկ գրքերի միջազգային ցուցահանդեսներում ձրի բաժանում էին անցող դարձողին։ Ես իրանց տաղավարի արչևից անցնողներին այդ գրքից տալիս էին ձեռքը։ Զեղծարար պատմությունները։ Զեղծարար պատմություն, ամբողջ կեղծիք այդ գրքը, միայն կեղծիք է այդ գիրքը։ Հիմա դրա արչև ինչպես պիտի առնի Ալիևը։ Շարունակում է այդ բանը։ 2005 թվականին Ալիևը Ադրբեջանի ակադեմիայում իրանց ընդհանուր տարեկան ժողովի ժամանակ հայտարարեց, որ այն գիտնականները, որ կարողանան գրականություն ստեղծել, որ փաստի, որ հայերը 19-րդ դարից առաջ այս շրջանում գոյություն չեն ունեցել, նրանց ես բազմաթիվ նվերներ կտամ եւ գնահատեմ նրանց աշխատանքը։ Եվ այդ գիտնականները լծվեցին 5 տարի հետո նույն տարեկան ժողովի ընթացքում հրավիրեց մի քանի գիտնականների եւ նրան նվերներ տվեց, քանի որ իրենք արդեն ստեղծել են նման գրականություն։ Գալով, այո, հարց ունեիք, խնդրեմ։ Պարոն Գալչյան, ասում եք, որ օգոստոսի 8-ից հետո, այն ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում, Ալիևը վախեցավ եւ սկսեց նման հայտարարություններ անել, որպեսզի այսպես ասած իր ասացի տակից կարողանա հնարավորինս դուրս գալ։ Միայն հնարավորին տակից դուրս գա, ինչպես դարձնա, որ ինչպես, բայց ինքը իրեն պիտի հակասի այստեղ։ Ուրեմն ուրիշ բանապար պիտի ցույց տա իր ժողովրդին, շեղելով ուշադրությունը այդ իրականությունից եւ ասելով, տեսեք, մենք դեռ Հայաստանից պահանջներ ունենք, օրինակ անցյալ ամիս հրատարակեցին այդ Զանգեզուրի միջանցք կոչված թուրքերենով, ադրբեջանի թուրքերենով քարտեզ, ադրբեջաներեն չեմ ասում, որտեղ այդ լեզուն գոյություն չունի։ Այդ լեզուն հին պարսկական լեզուներից մեկն է, որը հիմա համարյա ոչնչացել է, շատ քիչ մարդ կա խոսող դրանով։ Նրանք խոսում են, իրանց լեզուն թուրքերեն է, Ադրբեջանի թուրքերեն է, որ այդ լեզուով իրանք քարտեզներ են տպել ամբողջ Նախիջևանի, Հայաստանի եւ Պարսկաստանի սահմանի վերաբերյալ։ Այդ քարտեզի վրա փոխանակ անունը գրեն, որ 3 երկրների սահմանը արև Արաքս գետի եւ այլն, գրել են Զանգեզուրի միջանցքի քարտեզ։ Այսինքն Ալիևը ուզում է իր ժողովրդի մեջ կենթանի պահել Զանգեզուրի միջանցք անվանումը, որպեսզի նրանց ասի, որ տեսեք, ես Զանգեզուրի միջանցք եմ վերցնելու Հայաստանից, տարածքը իմն է լինելու, ես նրանցով անց եմ կացնելու իմ գնացքները, մինչդեռ ստորագրել է դրա հակառակը, որ այդ ճանապարհը Հայաստանի ինքնիշխան տարածքով է անցնելու։ Եվ ես քարտեզներ կարող եմ հիմա ցույց տամ, որ ինչպես էլ ճանապարհը անցնում է իր ինքնիշխան տարածքով։ Դուք այդ քարտեզները ցույց կտաք, բայց նաև կխնդրեի մինչ այդ դուք
ցույց տաք քարտեզը, այն քարտեզը, որը Ալիևը մատնանշում է եւ ասում է, որ Սևան չկա, կա Գյոկչա եւ հղումը անում է ռուսական կայսերական քարտեզը։ Սկսենք այդ քարտեզից, նրա մերկապարանոց հայտարարությունների դեմ առնենք։ Խնդրեմ, այս քարտեզը որ ցույց եմ տալի 1793 թվականին ցարական Ռուսաստանի հրատարակած Կովկասի քարտեզից մեկ հատված է։ Սա Պարսկաստանի սահմանն է, սա ռուսական կայսրության սահմանն է, սա էլ Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի միջև եղած սահմանը։ Այստեղ Պապարան Ալիևն ասում որ իր գետի անունը, լճի անունը Գյոկչա է։ Այս ռուսական քարտեզի վրա է Սևանա լիճը, այստեղ գրած է Գյոկչա, տակն է գրված է Սևան։ Եթե նայեք նույն ընթացքում գերմանական, անգլիական բոլոր քարտեզներին, այդ բոլոր քարտեզների վրա գրած է Սևան կամ Գյոկչա։ Այսինքն Սևանը եւ Գյոկչան նույն տեղի անվանումներն են։ Իսկ ինքնու Գյոկչան գործածվել է այդ ժամանակ։ 17 թվականի սկզբներից մինչև 19-րդ դարի առաջին 25 տարին այդ տարածքը գտնվում էր պարսկական գերիշխանության ներքո։ Պարսկաստանի հյուսիս-արևմտյան շրջանում, որը հարակից էր ցարական Ռուսաստանին, ապրում էր տեղի ժողովուրդը, որը թրքախոս էր, Ատրպատականի ժողովուրդն էր, դա պարսկական Ատրպատականի, որին անունը ես հետո բացատրություն կտամ, թե ինչու դարձավ Ադրբեջան, պարսկական Ադրբեջան նահանգի կամ իրենց ասելով պարսկերենով Ադրբեջան նահանգի ժողովուրդներ, որ խոսում էին թուրքերեն լեզվով։ Հետևաբար այդ տարածքը, որ Պարսկաստանը գրավել էր 17-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին քառորդը, իրենց երաշխավորության տակ այնտեղ տեղափոխվեցին բազմաթիվ ատրպատականցիներ, որոնք թրքախոս էին։ Եվ բնականաբար այդ տեղերի անուններ իրանք որոշեցին անուններ դրեցին, անուններ տվեցին, բայց դա ոչինչ չի նշանակում։ Տեսեք, այդ նույն ընթացքում եվրոպական, անգլիական, գերմանական եւ լատինական տարբեր քարտեզներ նույն շրջանի կան, որոնց բոլորի վրա գրված է Սևան կամ Գյոկչա։ Այսինքն Սևանը հայկական անունն է, Գյոկչան էլ պարսիկների ավելի թրքախոս Պարսկաստանի ժողովրդի վրան կնքած անունն է։ Բայց եթե վերադառնանք 16-րդ դար, 15-17-րդ դարից մեկ քայլ հետ գնանք, Գյոկչա անունը գոյություն չունի։ Այդ շրջանի քարտեզը ծովը կոչվում է Սևան։ Իսկ լատինական քարտեզներում, որոնք միջնադարյան քարտեզներն են, Սևանի անունը կոչվում է Լիքնիթիս։ Լիքնիթիս Պալուս, այսինքն Լիքնիթիս լիճ, որը Սևանա լճին էին ասում։ Եվ բոլորը այդ լիճը ամբողջ բոլոր քարտեզներով այդ լիճը տեղադրված էր Հայաստանի կենտրոնում, Արևելյան Հայաստանի կենտրոնական մասում, որը ճիշտ տեղն է, որտեղը որ Սևանն է։ Այսօր Պտրոմեոսյան բոլոր քարտեզները, որոնք երկրորդ դարում են պատրաստել, ցույց են տալիս Լիքնիթիս լիճը, ցույց են տալի Վանա լիճը, ցույց են տալի Ուրմիա լիճը, երրորդը ավելի փոքրը Սևանն է։ Այդ պատճառով էլ մենք կարող ենք հանգիստ ասել, եթե Ադրբեջանը ցանկանում է գնալ պատմական քարտեզների, դա պարոն Ալիևը շատ զգույշ պետք է լինի։ Գիտեք խնդիրն ինչ է, միայն Սևանը չէ խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ եթե 1918 թվականից ավելի հետ պատրաստված քարտեզներին նայենք ամբողջ աշխարհում, կտեսնենք, որ Ադրբեջան անուն ընդհանրապես Արաքսից հյուսիս գոյություն չունի։ Այդտեղը կոչվում էր 17, 18, 19-րդ դարերում կոչվում էր Շիրվան, իսկ դրանից առաջ կոչվում էր Աղվանքի մեկ մասը դա։ Այդ նույնը ես կարող եմ ցույց տալ այս ներկա քիչ առաջ ցույց տված քարտեզի վրա։ Տեսեք, այս նույն քարտեզի վրա, որը ես ցույց տվեցինք, Սևանի ունը թե Գյոկչա է, թե Սևան է, կարմիրով ընդգծված անունը ինչ է Արմենիա, Հայաստան, ռուսերենով է գրած։ Ռուսական քարտեզը, ցարական քարտեզն է։ Ադրբեջանը գտնվում է Բաքու եւ այս Մարիամարիստա։ Անունը ինչ է գրված այս շրջանի։ Շիրվան։ Շիրվան։ Ադրբեջանանուն ընդհանրապես գոյություն չունի որևէ տեղ։ Ոչ այս քարտեզի մեջ, ոչ էլ Պարսկաստանի շրջանը, որտեղ սա Պարսկաստանի մեր մասն էր Ադրբեջանի նահանգները ցույց չեն տալիս այդտեղ։
Սա է ռուսական նույն քարտեզը, որ պարոն ցարական քարտեզը, որ Ադրբեջանն է ասում, իր անունը գոյություն չունի որևէ տեղ։ Պարոն Գալչյան, խնդիրը որն է, որ Ալիևի մատնանշած հենց այս քարտեզը, որը ցարական կայսրության քարտեզն է, 1793 թվականի քարտեզը, որը շարունակվեց մինչև 1915 թվականը, 18 թվականը, այդ դրվածքը տեղում էր այդ բաժանումը։ Խնդիրը եւ հարցը հետեւյալն է. ցարական կայսրությունը, Ռուսաստանը, ինչու է այս քարտեզը գծելիս Սևանա լճի կողք գրել Գյոկչա։ Որովհետև այդտեղ ապրում էին բավական մեծ թվով ատրպատականցիներ, որոնք այդ անունը դրեին էլ լճի վրա, ցարական Ռուսաստանն էլ երկուսի անունն էլ դրել էր, թե հայերի անունը, որ այդտեղ բնակվում էին, բնականաբար, թե Ադրբեջանի թուրքերի դրված անվանումը։ Դա սովորական երևույթ է, նորմալ երևույթ է քարտեզերի վրա։ Ինչպես այսօր էլ տարբեր երկրներում քարտեզները հրատարակում, օրինակ մենք Ստեփանակերտին ասում ենք Ստեփանակերտ, ադրբեջանցին ասում է Խանքանդի, Խանի գյուղ։ Բայց դա ինչ նշանակություն ունի։ Ժողովուրդը, որ ապրում էր, գիտենք, որ որտեղացի է, հայ է նա ժողովուրդը, գիտենք, որ նախկինում Արցախի տարածքումն է եղել, Ղարաբաղի տարածքում այդ երկիրը։ Հիմա երբ որ Ռուսաստանը գրավել էր, ցարական Ռուսաստանը ամբողջ տարածքը գրավել էր, բնական է, որ այդ ժողովուրդների ասած լեզվով էլ պիտի գրեր, որ նրանք էլ հասկանային ասա ինչ է։ Հետաքրքրականը նաև այն է, պարոն Գալչյան, որ այս քարտեզը, որը մատնանշում է Ալիևը, որտեղ Սևանա լճի կողքը գրված է նրա ասած Գյոկչա բառը, ամբողջ տարածաշրջանում Ադրբեջան բառ չենք գտնում։ Գոյություն չունի Ադրբեջանն, որտեղ Ադրբեջան երկիր գոյություն չուներ։ Այո, այսինքն Ալիևի այդ կեղծ թեզերը, Ալիևի այն հանձնարարությունները, որը նա հանձնարարել է ակադեմիայի գիտնականներին, անհիմն են։ Ես դրա համար եմ ասում, որ Ալիևը ինքը շատ վտանգավոր քայլ է վերցնում, երբ որ դիմում է պատմական քարտեզների։ Պատմական քարտեզներ կարող են Ադրբեջանի համար լինել 1918-ից հետո պատրաստված քարտեզները, որտեղ իրենց պատմությունը 1918 թվականից է սկսել։ Նրանց առաջ եթե երկիրը գոյություն չեր չուներ, ինչպես կարող է ունենալ պատմական տարածքներ եւ պատմական քարտեզներ։ Այս մեկ սխալ է, որ իրենք արեցին սրանից 7-8 տարի առաջ, ես լսեցի Ադրբեջանում հրատարակվել է միջնադարյան Ադրբեջանի քարտեզները։ Դա հեգնանքի ժանրից է։ Դա հեգնանքի ժանրից է, բայց հետաքրքիրն է, որ իրանց անուշադրության արդյունքն է եղել դա։ Նրանք հավաքել են եվրոպական միջնադարյան մի շարք քարտեզներ, 10-12 քարտեզ, 15 քարտեզ եւ 25-30 էջանոց մեծ ատլասի մեջ վերատպել դրանք։ Մեծ չափերի բավական մեծ է, հսկայական քարտեզներ են վերատպված։ Վերատպել են, երբ որ նայել են, տեսել ոչ մեկի վրա Ադրբեջանի անուն չկա, բացի պարսկական Ադրբեջան նահանգի անունը։ Այդ գիրքը հրատարակվել է Մոսկվայում, վաճառվում էր խանութում։ Ես իմ ընկերոջս Մոսկվայում խնդրեցի, որ մեկ օրինակ գնի իմ համար այդ գրքից։ Մի քանի օր հետո զանգեց, ասեց դու ինչ է եղել քեզ, ինչ ես ուզում դրա մտվածն ես, ասի ինչ արժի, մի $100-200 պիտի լինի, ինչ ավել չի լինել։ Ասավ $5,000 է դրա արժեքը։ Օ $5,000 է։ Այո, ինչու, որ ոչ ոք չառնի այդ քարտեզը։ 20 էջանոց, 25 էջանոց ատլասը $5,000, որտեղ իրենք տեսան իրենց պատիվն է տանել, ուրեմն ոչ ոք չտեսնի ավելի լավ է։ Արժեք տնեք $5,000, որ ոչ ոք չառնի։ Պարոն Գալչյան, 21-րդ դարում ենք ապրում։ Այո, 21-րդ դարում էլ Ադրբեջանը հրատարակել է 2014 թվականին Ադրբեջանի ազգային ատլաս։ Միթե հնարավոր է 21-րդ դարում նման ձևով զեղծել, խեղաթյուրել պատմությունը, աշխարհի առաջադեմ գիտնականները, քարտեզագետները, պատմագետները, միթե չգիտեն այդ ամենը, իրական եղելությունը, միթե նրանց պարզ չէ, որպեսզի կարողանան ճիշտ հակահարված տալ Ալիևին, թե նրանք առաջադեմ Եվրոպան հովանավորում է Ալիևին, որպեսզի նրա այդ զեղծարարությունը դա համաշխարհային մասշտաբի զեղծարարություն է, կյանքի կոչվի։ Այո, գիտեք ինչ է, Ադրբեջանը մեկ սովորության, մարդկային սովորության վրա է հիմնված իր ասածները բոլորը,
որ եթե մեկ բանը կեղծ կամ սուտը ներկայացնում ես ժողովրդին, եթե դրա դեմը խոսողը չկա, որ իրականությունը բացատրի ինչ է իրականությունը, եթե դրան հակահարվածը չտա, մեկ սերունդ հետո, 20 տարի, 30 տարի հետո, այդ սկսում է ընդունելի դառնալ ժողովուրդների համար, քանի որ անընդհատ այդ են լսել։ Հետո մեկ սերունդ էլ որ անցնում, արդեն սուտը դառնում է իրականություն։ Ադրբեջանը այդ հույսով էր գործեր անում, որպես իր ասած սուտը, որ Ադրբեջանը 3000 տարվա պատմություն է, այնքան ասենք, որ իրապես մարդիկ կարծում են 3000 տարվա պատմություն ունի։ Պարոն Գալստյան, որքան էլ Ալիևը զառանցի եւ նման կեղծ քարտեզներ գծի, համաշխարհային տարբեր գրադարաններում եւ պահոցներում կան իրական քարտեզները, այդպես չէ։ Այո, իրական քարտեզները կան եւ քարտեզները հասանելի են այն մարդկանց, որ հետաքրքրում են այդ քարտեզների։ Մասսան, ժողովրդի մասսան դրանով հետաքրքրված չի։ Ժողովրդի մասսան լսում է ինչ-որ ղեկավարությունն ասում է, ղեկավարությունը լսում է եւ մի երկու սերունդ մի բան լսելով, երրորդ սերունդը արդեն դա իրականության տեղ է ընդունում։ Պարոն Գալստյան, տեսեք, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ինչ որ տեղի ունեցավ, դրանից հետո Ալիևը մեկ օր դադար չվերցրեց։ Իր սպառնալիքները, իր նկրտումները Հայաստանի մասով չեն դադարել մինչ օրս։ Ինչ է նշանակում։ Հանդիպում է Թրամփի հետ եւ ընդամենը որոշակի ամիսներ անց, մի քանի ամիս անց, Հայաստանի սուվերեն տարածքին պատկանող Սևանա լճին տալիս է հակափաստարկ ու ասում է, որ դա հայկական չէ։ Ինչ է նշանակում սա կոնկրետ պահանջ է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Ինչու այդ նույն Վաշինգտոնից այսպես ասած չեն հակադարձում Ալիևի կեղծիքին։ Ես չեմ սպասում, որ Վաշինգտոնը հակադարձի, բայց կարող է մեր իշխանությունները պաշտոնապես ասենք, մեր երկրի անվանումները դուք փոխելու իրավունք չունեք։ Ձեր երկրի մեջ ինչ որ անում եք, արեք, չէ, խոսվեց այդ արտի իշխանություններից արտաքին գործերի նախարարը խոսեց այդ արտի վարչապետը, ինքը ասաց, որ անունները փոխելը ճիշտ բան չի, բայց պաշտոնական պիտի հայտարարվի պահանջվի իրենից։ Դուք ինչու եք, երբ որ ստորագրել եք այդ պայմանագիրը, համաձայնագիրը, դրա մեջ Զանգեզուրի միջանցք անունը գոյություն չունի, ինչու եք դրանից մեկ ամիս հետո քարտեզ տպում, վերը գրում Զանգեզուրի միջանցք։ Ինչպես կարելի է այդ գործ անել, այսինքն դուք ձեր ասածը հերքում եք։ Մինչդեռ պարոն Ալիևը ինքը երբ որ խոսք եղավ հայ թղթակիցները ստորագրելուց հետո մեկը հարցրեց, թե արդյոք ինչ կլինի, եթե դրան կողմերից մեկը չկատարի ինձ հանձնառությունները։ Հիշում եք, չէ՞, Ալիևն ինչ ասեց։ Ասեց, որ դեր կացավ, ասեց, մենք աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքում ամենակարևոր Իվանագետի ներկայությամբ եւ նրա աչքի տակ, հայացքի տակ ստորագրել ենք այդ պայմանագիրը։ Փաստորեն Վաշինգտոնում, այո, մենք ինչպես կարող ենք դա չկատարել։ Փաստորեն Վաշինգտոնում ասում է մեկ այլ բան, գալիս է Բաքու եւ հոխորտում է։ Հոխորտում է իր, ես կարծեմ, որ դառնում է իր ժողովրդի, իր ներքին խոհանոցի ժողովրդի համար, որպեսզի նրանք չդժգոհեն, որ դու ամեն ինչ տվեցիր հայերին, ասել տեսեք, ես դեռևս Հայաստանի մեմասն եմ, Սևանա լիճ եմ պահանջում, դեռևս Զանգեզուրի միջանցք եմ պահանջում եւ այլն։ Դրա բացատրություններն էլ կար, դա ուզում է այդ ձևով դրանք ինքն իրավունք տա, որ այդ գործը կարողանա անել, իր խոստացածը անել։ Դրա համար եմ ասում, նա իրեն դժվար վիճակի մեջ է դրել։ Տեսեք, նույնիսկ անցյալ օրը այդ Օրբելի համավակի ժամանակ, երբ որ ադրբեջանցիների հետ խոսում էին, նրանցից մեկն ասաց, որ Զանգեզուրի միջանց ձեր տեսակետից ուրիշ բան եք նայում, մենք մեկ ուրիշ բան ենք հասկանում։ Դուք հասկանում եք, այսինքն միջանց ճանապարհ, որ պետք է Ադրբեջանին տալ։ Մենք հասկանում ենք, չէ, անցողիկ մի ճանապարհ, որ տարանցիկ մի ճանապարհ Հայաստանի միջով։ Բայց իրենց ներքին խոհանոցում դա նշանակում է Զանգեզուրի միջանք, այսինքն հողը մերն է։ Մերն է դառնալու այդ հողը։ Միշտ իրանք գիտեն, որ այդ ճանապարհը անցնում է Հայաստանի ինքնաշխան, ինքնավար տարածքի մեջով։ Ուրեմն հայկական երկաթուղի է, երկաթգիծ է։ Բայց դե պիտի մենք դրա տակից դուրս գա։ Օրինակի համար երկրորդ օրինակ ես ասացի Ալիև իրան դժվար վիճակի մեջ է դրել, իր գրաված տարածքներն են, որոնք 2020 թվականի նոյեմբերին իրենց ադրբեջանական զորքերը եւ հայկական զորքերը քաշվեցին խորհրդային միության գծած սահմանների վրա։
որոնք հենց նույնն էր Ալմաթիի հռչակագրի մեջ նշված սովետական սահմաններն են։ Հետո, երբ որ մայիս 21 2021-ի մայիսից հետո Ադրբեջանը սկսեց ներխուժել դեպի Հայաստանի տարածք եւ գրավել հայկական տարածքներ կտոր, սկսած Վերին-Շորժան, սկսած Սևլիճը եւ այլն, հետո Ջերմուկը, դրանից հետո մյուս տարի Ջերմուկը, մեր պաշտպանության նախարարությունը շատ դիմադրություն ցույց տվեց, որպեսզի առիթ չտա պատերազմը վերսկսելու։ Եվ Ալիևը հայտարարեց, որ այնտեղ որ մեր զինվորը կանգնած է, դա Ադրբեջան է։ Մեր տարածքն է Ադրբեջանը։ Դրա դեմը ինչպես ենք առնելու։ Դրա դեմ ինքը առել է արդեն, ինքը ստորագրել է, մենք պիտի վերադառնանք Ալմատիի սահմանների վրա։ Իսկ ինչու, եթե պետք է վերադառնան, իսկ ինչու մինչ օրս չեն վերադառնում։ Այո, դա մի հարց է, որ ես չեմ կարող ասել, ցես սահմանազատումը պիտի անմիջապես հենց անից սկսի ամենահայտնի էր, որ իրանք որտեղ էին կանգնած, հետո ինչքան առաջ եկան։ Ես նույնիսկ թվերն եմ հրատարակել 240 քառակուսի կիլոմետր Հայաստանից բարձունքներ է գրավել Ադրբեջանը 2021 թվականի մայիսից հետո։ Այսինքն մեր խաղաղության համաձայն 21, 22, 23 թվականներին։ Այդքան դեռ Ղարաբաղի մասին չեմ խոսում, Արցախի մասին։ Օկուպացված։ Այսօրվա օկուպացված Արցախի մասին չեմ խոսում։ Ես մյուսները իրական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան Հանրապետության տարածքներին, որը Ալիևը այս փաստագրով ճանաչել է որպես սահմաններ, պաշտոնական սահմաններ Ադրբեջանի։ Նա գիտակցված է արել։ Այն գիտակցված, իհարկե գիտակցված է անում։ Գիտակցված է անում, որ տեղի ներքին ժողովրդին ասի, տեսեք, ես իմ պահանջներն ունեմ։ Ժողովրդի մածամասնությունը չգիտի այդ ստորագրված փաստաթղթի մեջ ինչ է գրված։ Մենք ենք, որ հետաքրքիր է մեր համար, մենք կարդացել ենք բոլորը։ Նրանք ժողովուրդը ասում են, մենք խաղաղության պայմանագիր ենք կնքել, որ պատերազմ չլինի։ Բայց այս պահանջները մենք ունենք, այդ տարածքները մենք ունենք։ Հիմա եթե ճիշտն ուզենք, Ադրբեջանը պիտի այդ 240 քառակուսի կիլոմետր, ինքը գիտի որտեղ է, ինքն է առաջ եկել մեր տեղ, նրանից հետ պիտի քաշված լիներ։ Պարոն Գալչյան, տեսեք ինչ է ստացվում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե խաղաղությունը արդեն հաստատվել է, Ալիևը ձևակերպում է նոր պահանջներ Հայաստանի հանդեպ։ Սա ինչ է։ Նոր պահանջներ չի, սա իր ունեցածները փրկելու համար որոշ հայտարարություններ է ներքին, դա պարզապես ներքին խոհանոցի համար եթե անում է, ցավոք սրտի մեր ընդդիմությունը Ադրբեջանի ներքին խոհանոցի այդ քարոզչությունները վերցնում է տարածում է Հայաստանում որպեսզի դժգոհություն ստեղծվի իշխանության հանդեպ, գործերի հանդեպ, այսօրվա իրավիճակի հանդեպ։ Պարոն Գալչյան, կարելի է եզրակացնել, որ Ալիևի այս վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքուն անցնում է ռազմական ճնշումից դեպի ժողովրդագրական էքսպանսիայի։ Բաքուն անցնում է դեպի հայկական քարոզչության Հայաստանի ներսում, որպեսզի իր շահերը կարողանա ապագային պաշտպանել, եթե մենք մեր ըստ ասած մեր իշխանությունների նույնիսկ երբ որ Ադրբեջանի համար Ամերիկայի կոնգրեսին այդ փաստաթուղթը գնաց, որ ձևակերպվեց, որ եթե Ադրբեջանը չկատարի ինձ հանձնառությունները, Ամերիկան պատրաստ է պատժելու ավելի լուրջ պատիժներով հանդես գալու Ադրբեջանի հանդեպ։ Համոզված եք։ Համոզված, հայտարարել, հիմա գնացել է կոնգրեսում, պիտի բավարարացնի դա։ Եվ մեր ընդդիմությունը ինչ արեց, ասեց դուք դա հակահայկական կլինի։ Դուք եկեք մեր շահը պաշտպանեք, պահանջելով Ղարաբաղի տարածքը, Արցախի տարածքը Ադրբեջանից։ Այսինքն ընդդիմությունն ասում է, որ մեզի օգտակար է, որ պատերազմ չպիտի լինի, դա վնասակար է մեզ։ Իսկ դիմենք Ադրբեջանին, որ ասենք մենք Ղարաբաղի Արցախի հողերն ենք ուզում, որը իհարկե Ադրբեջանը չի ընդունել, ասել է դուք մեր տարածքային ամբողջականությունը ընդունել եք, ուրեմն չեղյալ ենք համարում խաղաղության պայմանագիրը։ Իսկ ինչու ընդունեցինք նրանց տարածքային ամբողջականությունը, պարոն Գալչյան։ Որովհետև ամբողջ աշխարհը դա էր ասել, Ալմատին է դեր ասել, եւ ամբողջ աշխարհը ներառյալ մեր անցյալ իշխանությունները, Լևոն Տեր-Պետրոսյան, պարոն Քոչարյան, պարոն Սերժ Սարգսյան, բոլորը դա ընդունել են։
այդ նախագահները կարող է շատ էլ ավելի սխալներ թույլ տալ, բայց մենք ի վիճակի չէինք իմաստուն ազգ լինելով, իմաստուն ղեկավար ունենալով այդ ամենի ընթացքը փոխել եւ ճշմարտությունը վերականգնել եւ մեր հայրենիքը Արցախը անսասան պահեինք։ Գիտեք ինչը, քաջությունը եւ կարողությունները տարբեր բաներ են։ Երբ որ 30 տարի մեր բանակը փոխանակ բարելավվի, աստիճանաբար քայքայվել է, ինչպես կարող ենք մենք դիմադրել դրան, ինչպես կարող ենք մեր պահանջները կատարել, ռազմական ձևով ինչպես։ Ինչու մենք այդքան խելացի եւ իմաստուն չգտնվեցինք, որպեսզի այդ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծեինք։ Դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվելիք չի տարածքային խնդիր։ Տարածքային խնդիրները լուծվում են ուժի միջոցով, ռազմական կարողության միջոցով։ Ռազմական կարողությունը Հայաստանին ոչնչացրել են մեր 3 նախնախին նախագահները։ Ոչինչ չէր մնացել նրանից։ Զենք էին գնում մեր բարեկամից, որը չէր աշխատում, որը օթային ուժը մեր օթակ պաշտպանությունը տրված էր մեր հարևան Ռուսաստանին, մեր բարերար, այսպես կոչած բարեկամ Ռուսաստանին, որը չէր աշխատում ամբողջ պատերազմի ժամանակ։ Կասեցվել էր դրա աշխատանքը։ Ինչպես հաշվել դա, ինչպես հաշվի առնել դա։ Ուրեմն բոլորը մեր թշնամիներն էին, ներառյալ հենց այն մարդիկ, որ ղեկավարում էին մեր բանակը այդ օրերին։ Իսկ այսօր։ Իսկ այսօր գոնե մեր բանակը այնքան ուժեղացել է, կարողացել անել, որ երբ որ վերջի անգամ Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի վրա, մեծ կորուստներ տվեց, այլևս ոչ մի ուրիշ լուրջ առաջընթաց չի տարվել, հարձակում չի իրականացնել։ Մեր հայոց բանակը խափանեց Ալիևի առաջխաղացումը, թե Ամերիկան։ Ամերիկան չխառնվեց դրան, բոլորովին կապ չունի։ Ասում են, որ Ամերիկան ստոպ տվեց։ Չէ, Ամերիկան ստոպ չի տվել, մեր բանակի ուժն է, մեր կազմակերպվածությունը այդ ընթացքում բաներ կան, որ ասվելիք չեն եւ դրանց միջոցով դրա պատճառը որը կարողացան կասեցնել։ 2 օրում Ադրբեջանը Ամերիկան չէր կարող ընդդես որևէ կարգադրություն անել։ Շատ բարի։ Պարոն Գալչյան, Ալիևի այս վերջին հայտարարությունները կարծում եմ, որ պատահական չէ, համակարծիք եք։ Պատահական չէ, իհարկե որ պատահական չէ։ Նրա համար է որ իր ստորագրած պայմանագրի դեմ որոշ բաներ հայտարարի դրա դեմ դուրս կա, որ ապագայի մասի տեսեք ես աշխատում եմ նույն բաները դեռ պահպանել, Հայաստանից պահանջները դնել եւ մեր գրաված տարածքները հաշվել մերը։ Դրա համար է որ ես հույս ունեմ, որ այս բանակցությունները հիմա ասում են շատ լուրջ բանակցություններ կա Ամերիկայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որ այս խաղաղության պայմանագիրը վերջնականացվի շուտ մոտ ապագայում։ Ցավոք սրտի այդ նախաստորագրված փաստաթղթի մեջ ժամկետ գոյություն չունի, որ եւ մինչեւ երբ կարող ենք այս գործը անել 6 ամսում, 1 տարվա մեջ կամ ինչքան ժամանակում։ Թե չէ Ադրբեջանը կարող է հետաձգել 10 տարի այդ ստորագրումը։ Մինչդեռ Ամերիկայի այս կոնգրեսին տրված բանի մեջ փաստաթղթի մեջ նշվում է որ չպիտի երկու կողմերը չպիտի երկարաձգեն իրենց բանակցությունները եւ իրենց պատրաստել այդ փաստաթղթի վերջնական պատրաստումը։ Դրա համար մի նախագիծ կա, բայց երբ ինչքան ժամանակ կտրվի, դա ես չգիտեմ, քանի որ իշխանությունները պիտի երկու կողմ պիտի որոշեն քանի ամիս է ժամանակ տրվում այդ պայմանագիրը վերջնականացնելու, որտեղ գիտեք այն օրը ստորագրված իրականության մեջ փոխըմբռնման հուշագիր էր, ոչ թե պայմանագիր։ Պայմանագիր դրանից հետո պետք է կառուցվի ըստ այդ հուշագրի մեջ եղած կետերի։ Դրանք չեն կարող փոխել։ Այդ ինչ որ այդ կետերը որ նշված են անբեկանելի են։ Դիտի մնան, բայց դրանց գործադրման միջոցը ինչ տեսակ, ինչ ձևով պիտի դրանք գործադրվեն, սահմանագծումը ինչպես պիտի առաջ գնա, ինչքան ժամանակ պիտի տևի, չգիտեմ, հարևանի քարոզչությունը ինչպես պիտի դադարեցվի, կամ նման բաներ, կամ ինչպես պիտի զորքերը վերադառնան իրանց կրծած սահմաններին։ Պարոն Գալչյան, Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններից եւ կարելի է ենթադրել նրա այս վերջին հայտարարությունը պատերազմից առաջ ազդանշան էր։ Չեմ կարծում, քանի որ պատերազմի ազդանշանները մեկ քիչ թուլացել են, պակսել են,
Քանի որ ստորագրությունը կա երկուսի հետ օգոստոս 8-ի համաձայնագրի մեջ, պարզապես ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը ուզում է ինչպես ասած իր անունը բարձր պահելու համար դեռ իր պահանջները իր հողի մեջ, իր երկրի մեջ ներկայացնի։ Եվ ասում եմ, ես ցավոք սրտի մեր ընդդիմությունը նրա հակահայկական պրոպագանդա եւ քարոզչությունը վերցնում տարածում են Հայաստանում։ Չէ, այսօր մենք այդ նախ Զանգեզուրի Միջանցք անվան այդ քարտեզը այնքան աննշան մի բան է, մենք բոլորովին կարողություն չպիտի տայինք նա ներքին խոհանոցի համար տպված մեկ քարտեզ է, դա ստորագրել է, ինչի համար է այդ գործն արել։ Ամեն դեպքում այդ հայտարարությունը հնչում է Ադրբեջանի առաջին դեմքի բերանով։ Ադրբեջանի այս քարտեզի համար ոչ մի հայտարարություն չի եղել Ադրբեջանի դեմքի բերան, պարզապես մեր թերթերը Ադրբեջանի թերթի մեջ տպված քարտեզը վերցրել են, վերատպել են բացատրություններով։ Ոչ, Ալիևը ներկա լինելով իրենց գիտությունների ազգային ակադեմիայում։ Դա հետո էր Գոկչար Սևանի մասին էր դա, բայց Զանգեզուրի Միջանցք քարտեզի մասին է ես ասում։ Վերջին հայտարարությունը դա իրեն տանում է դեպի իր անկումը, որտեղ ցույց է տալի Իրանով, որ պատմական քարտեզներում ինքը գոյություն չունի։ Տեսեք, Ադրբեջանի առաջին ղեկավարի բերանով ասվում է, որ Սևան չկա, կա Գյոկչա, եւ դա չի համարվում պահանջատիրություն։ Երբ մենք ասում ենք Արցախ կամ Արարատ, դա համարվում է պահանջատիրություն։ Իհարկե նա էլ համարվում է պահանջատիրություն, ասում է սա իմ անունն ունի ու իմն է, բայց դա իրականության մեջ գոյություն չունի։ Ինչպես որ Արարատը մենք ասում ենք մերն է, բայց մերը չի, ուրիշ երկրում նա այսօր։ Կարող է օրերից մերը եղել է եւ կարող է օրերից մերը նորից լինի, բայց այսօր չի։ Պարոն Գալչյան, ինչպես եք պատկերացնում այս ներկա իրավիճակը։ Մենք բազմիցս փորձում ենք հիմնավոր կերպով ներկայացնել, թե այդ Վաշինգտոնյան համաձայնագրով հարցերին ինչպիսի ընթացք է կանխորոշվում, բայց այս գործընթացը կարծես թե ձգձգվում է։ Ընտրություններ, Ալիևը իր ներքին լսարանի համար հայտարարություններ, բայց դրան զուգահեռ կա հայոց սահմանին զինվոր, կան մայրեր, առավոտից մինչ երեկո, մինչ գիշեր պատերազմական տարբեր կոչեր, թշնամի երկրների ղեկավարների կողմից լուտանքներ եւ սպառնալիքներ։ Այս հոգեբանական ճշմարանը զուգահեռ մենք ինչպես պետք է մեր կյանքը կարողանանք ճիշտ ձևակերպել, ճիշտ մոտեցումներ ցույց տալ վաղվա օրվա ու ապագայի վերաբերյալ։ Առաջին քայլն այն է, որ նրանց քարոզչությունը մենք մեր երկրում չտարածենք, այլ երբ որ իմացանք ինչ է կատարվում, դրան պաշտոնական արձագանք ենք։ Այդ կեղծ քարոզչությունը, որ հակառակ է ստորագրված փաստաթղթերի, դրա համար դիմում հակառակ ենք եւ ցույց տանք, որ դուք իրավունք չունեք այս խոսքերն ասելու, իրավունք չունեք այսպես վարվելու։ Դա պետք է անենք առաջինը մենք հերթին։ Ամենակարևորը բայց գալիս է հենց նույն փաստաթուղթը, որ նախաստորագրվել է եւ հիմի բանակցություններ կան, որ շահ վերջնականացնեն։ Սրա վերջնականացումը ես հույս ունեմ, որ վերջ կտա այս պատերազմի վախին եւ այս պահանջներից, որ 15 Սևանը մերն է եւ այլն, դրանք բոլորին կվերջանան եւ այդ հողեր մենք մեր սահմաններում հետ կկարողանանք մենք իշխան տարածքը ամբողջականությամբ մեր սահմանի Ադրբեջանն էլ իր սահմանների վրա կվերականգնվի։ Դա ինչքան կտևի ապագայում, չգիտեմ, այդ խաղաղությունը, բայց պետք է առաջ երթին հիմնադրել այդ քաղաքությունը եւ աքսիոմն ասում է, որ պայմանագրերը խաղաղություն չեն բերում։ Խաղաղության վստահեցնողը, խաղաղություն լինելու վստահեցնողը քո ռազմական ուժն է։ Այսինքն, եթե ռազմական ուժդ վերականգնեցիր, դու կարող ես խաղաղությունը պահպանել։ Պարոն Գալչյան, դուք մեծ հույսեր եք կապում Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունների հետ եւ սպասվող իրադարձությունների հետ։ Այո, ես հույս ունեմ, որ դրանք լուրջ բաներ էին, լուրջ իրողություններ էին եւ պարոն Թրամփը կարող է որոշ տեսակետներից անընդհատ իր կարծիքը փոխում է, մեզ սրանք մենք դրան, բայց այս տեսակետով ինքն էլ հետաքրքրված է, կողմի ինքն էլ շահառու է այս մեջտեղով, ինքն էլ մի որոշ չափով ներկայություն ունենալու ոչ ռազմական,
այլ քաղաքական ընկերությունների միջոցով սահմանի վրա կարող է վերահսկի ճանապարհի աշխատանքը, երկաթգծի աշխատանքը եւ այլն, եւ ներկայություն ունեն այստեղում որոշ չափով, եւ ամենակարևորը կարող է օգտվել այդ գնացքի բացված գնացք ամբողջ այդ ցանցից, որ այսօր փակ է, գոյություն չունի Հայաստանի եւ Ադրբեջանի այս կոնֆլիկտի պատճառով երկու կտոր երկաթղակից իրար փակ են մեր համար, մեր մասը Ադրբեջանն է մեր համար փակ է, մեկը Ադրբեջանին է, մերը Ադրբեջանի համար փակ է։ Այդ երկուսը եթե բացվեն, հարևան բոլոր 6 երկրները կարող են հաղորդակցություն ունենալ դեպի տարբեր ծովային նավահանգիստներ, նույնը կարող են ունենալ Եվրոպան, Ամերիկան, Կենտրոնական Ասիայի հետ կոժանդակի դրան, նույնը Կենտրոնական Ասիան կունենա Եվրոպայի եւ Ամերիկայի հետ Հայաստանի վրայով անցնելով այդ փոքր տարածքով այդ մի քանի 100 մի 200-300 կիլոմետր երկարությամբ երկաթգծի բացումով։ Պարոն Գալչյան, ասվում է նաև, որ Ադրբեջանը սպասում է Հայաստանի ներքաղաքական գործընթացների հերթական փուլին նոր զիջումներ պարտադրելու համար։ Ես այդ բանին չեմ հավատում, որովհետև մենք էլ կարող ենք սպասենք Ադրբեջանի փոփոխություններին, մենք մեր պահանջները ներկայացնելու համար։ Շատ բարի։ Երբ խոսում ենք Վաշինգտոնյան փաստաթղթից, ըստ որի այդ տարածաշրջանը խոսքը Սյունիքի մասին է, կոչվեց հարցը լուծվելու է, այսպես ասած, Թրամփի ճանապարհ անվանումով։ Դրան զուգահեռ այդ նույն տարածքը ունի նաև մեկ այլ փաստաթղթով այլ կարգավորում, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք։ Ոչ։ Զանգեզուրի միջանցք չի կոչվում այդ տարածքը։ Գոյություն ունի երկու փաստաթուղթ, մեկը Վաշինգտոնում, դրանից առաջ տարիներ առաջ հայ-ադրբեջանական եւ ռուսական եռակողմ համաձայնագիրը։ Նոյեմբերի 10-ը։ Նոյեմբեր Զանգեզուրի միջանցք այդտեղ գոյություն չունի։ Այդ համաձայնագրի մեջ գրված է Զանգեզուրսկի կորիդոր։ Զանգեզուրսկի կորիդոր, բայց չի նշված է, որ Հայաստանի տարածքով է անցնում։ Եվ վերահսկելու են ռուսները ճանապարհը։ Հայաստանի տարածքով։ Նույն տարածքի մասին, պարոն Գալչյան, կա երկու փաստաթուղթ։ Երկու փաստաթուղթ չկա, երբ որ երկրորդը է, առաջինը եւ ոչ մեկը չի արագործվել այդ։ Նոյեմբերի 10-ին մենք ստորագրել ենք մի փաստաթուղթ, որը ուներ 9 կետ, 9 կետից 8 կետը, որ ուրիշները պիտի կատարեին, չեն արել։ Ոչ մեկը հանձնել չարավ։ Ռուսաստանը, որ հանձներ արել, որ Լաչինի կորիդորը բաց կպահի, ճանապարհը չի պահել։ Ռուսաստանը հանձնել Արցախի ժողովրդի անվտանգությունը կապահովի, դա չի արել, փոխարենը հանձնել է ամբողջ այդ Ադրբեջանին եւ պատճառ դարձել Արցախի ժողովուրդը պարտադրված արտագաղթի։ Հայաստան գա։ Ինչպես ըտիչ փաստաթուղթ է, որ 9 կետից 18 հատը չի կատարվել, ուրեմն 9-րդը պետք է կատարել։ Իսկ ինչու՞ փաստաթուղթը արժեք չունի այլևս։ Իսկ ինչու մենք լիարժեք հետևողական չենք եղել։ Ինչ չեղել։ Այդ փաստաթղթի իրականացումը։ Որովհետև մեր ուրիշ անողները իրենց գործը չեն արել։ Ինչքանի անգամ պահանջես, քանի անգամ Ռուսաստանից պահանջես, որ եկեք մեզ օգնեք։ Մենք ստորագրում ենք, հետո չենք կարողանում, այսպես ասած, մեր դրա համար էլ արժեք չունի այդ փաստաթուղթը։ Անվավեր է։ Եվ անվավեր է, իհարկե անվավեր է։ Երբ որ 8 կետը չի կատարվել, անվավեր է դառնում, ավտոմատ դառնում է անվավեր։ Պարոն Գալչյան, երբ ասվում է, որ կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, խոսքը ինչ խաղաղության մասին։ Խաղաղությունը մասին այն որ տանկերով չի, եթե ես այսօր Եվրոպային որ ապրում էի, 18 երկրի միջոցով անցնում էի, հասնում էի Իտալիա, տղաս այնտեղ էր ապրում։ Դա կլինի։ Կլինի ադրբեջանցի, եթե ուզում է Պարսկաստան գա, կա Հայաստանի տարածքով կմտնի, հետո Նախիջևանով կգնա Ջուլֆա Պարսկաստան կգնա։ Ադրբեջանն ասում է, պետք է իրենց հայրենակիցները տեղափոխվեն Հայաստան, վերադարձ պետք է լինի։ Վերադարձ թող լինի, ամբողջ իրանց հայկական քաղաքացիությունը ընդունեն գան Հայաստանում ապրեն, ինչպես որ ինքն է պահանջում, ղարաբաղցիները կան Ադրբեջանի քաղաքացիություն ունեն, դառնան ադրբեջանցի եւ ապրեն այստեղ։ Ինչպես մենք թույլ տանք, որ ադրբեջանցիները գան Հայաստանի քաղաքացիություն ընդունեն, պարոն Գալչյան։ Դրա համար երկու կողմ է։ Դա ոչ մեկը չի ընդունի, ոչ մեկը քաղաքացին չի գալու իր ազգությունը փոխի գա ուրիշ տեղ ապրի։ Հետո Ադրբեջանում Հայաստանում ծնված ադրբեջանցիները բոլորը եկվոր էին։ Բոլորը Ադրբեջանից բերված ժողովուրդ էին, որտեղ ավելի լավ էր պայմանները Ադրբեջանում, Հայաստանում նրանք եկել են այստեղ։
Հետո նրանք դժվար են դարի ասում են Հայաստան, հայ ժողովուրդը այս շրջանում եկվոր է։ Մենք կարող ենք նայել պատմական ուղեգրություններին 9-րդ, 10-րդ, 12-րդ դարի ուղեգրություններին, որ տեսնենք, որ այս շրջանով անցնող գնացողները ինչպես են բացատրել Հայաստանի մասին, ինչպես են ինչ են ասել Ղարաբաղի մասին, օրինակ Լենգ Թեմուրի թոռը Շահրուխ անունով, հոլանդացի զինվոր կար Շիլդբերգեր անունով, որին գերավարել էին մոնղոլները, Լենգ Թեմուրի հակազորի մեջ էր աշխատում այդ մարդը, որտեղ կրթված մարդ է Շիլդբերգեր անունով, որ գործ էին տվել այնտեղ խելոք մարդ էր, ուրեմն նա ասում է, որ Լենգ Թեմուրի թոռը սիրում էր Ղարաբաղի եղանակը, մի շրջան կար, որը կոչվում էր Ղարաբաղ, ընդեղի օդը այնքան հաճելի է, որ ամեն ամառ մի քանի ամիս գալիս էր այնտեղ հանգստանալու։ Եվ այնտեղ ապրում էին հայեր, քրիստոնյաներ, որոնք հարկ էին տալի անհավատներին, այսինքն մուսուլմաններին, այսինքն ղեկավարությունը մուսուլմաններին, իսկ ապրողները հայերն էին։ Սա 13-14-րդ դարի գրականություն է, օրինակի համար, օրինակներից մեկն եմ ձեզ ասում։ Բազմաթիվ էլ սկսած անգլիացի ճամփորդներից, հետո վերջացած մինչև վերջի 18-րդ, 19-րդ դարի բազմաթիվ ճամփորդները քաղաքական նպատակներով գնացել, բոլորը գրել են հայերի ապրելու մասին տեղեկանք։ Հետո չմոռանանք, որ 1604-5 թվականներին Պարսից Շահ Աբբասը 200-300,000 հայ տեղահանեց Նախիջևանից, Արցախից եւ բուն Հայաստանից, քշելով դեպի Պարսկաստան, տարավ պարսկական տարբեր քաղաքներում տեղավորեց դրանց երկու նպատակով։ Մեկը որ տարածքը անբնակելի դարձնի եւ օսմանների համար հետաքրքրություն չունենա, որ նորից ուզեն հարձակվեն գրավել այդ տարածքը, անբնակելի է ոչինչ չկա տեղում ապրեն։ Երկրորդը հայերի օգտվելով իր երկիր զարգացնելու համար։ Նա այնտեղ տարավ մեծ թվով հայ առևտրականներ, որոնք Եվրոպայի հետ աշխատում էին։ Երբ որ 1828 թվականին ռուսական բանակը գրավեց Պարսկաստանի շրջանը, այդ 200,000-300,000-ից շուրջ 40,000 հոգի հետ վերադարձավ իր հայրենիք։ Ադրբեջանցիները ասում են Հայաստանում ոչ մի հայ չէր ապրում, ռուսական բանակը դրանց բերեց այստեղ եւ այստեղ հաստատեց իրենց։ Դա իրականության ճիշտ հակառակն է։ 300,000 տեղից հայ հանել էին, դուրս էին անել։ Դրա համար այնտեղ շատ հայ չէր մնացել։ Հետո դրանց միայն 10%-ը մոտավորապես վերադարձավ իր հայրենիքը։ Մնացորդը չվերադարձան, արդեն հաստատվել էին ուրիշ երկրում 200 տարի ապրում էին։ Դա ադրբեջանյան խոսքի համար եմ ասում, որ դրանք ասում են, որ հայերը նորեկներ են այս շրջանում։ 1828 թվականին ցարական բանակն է հայերին բերել այս շրջանը։ Հայերը ստեղ ապրել են քանի հազար տարի, մենք քարտեզների մեջ եթե նայենք, մեր թվարկությունից 400 տարի, 500 տարի առաջվա քարտեզներից, մինչև այսօր ամեն այդ շրջանի վրա Հայաստան է գրված։ Այսինքն հայեր են ապրում այդտեղ։ Պարոն Գալչյան, ճշմարտությունը մեր ձեռքն է։ Ադրբեջանին ինչ է սպասվում։ Այսինքն Ադրբեջանը ինչ է սպասվում։ Իր կեղծիքների համար։ Իր կեղծիքներից համար սպասում է, որ եթե մենք դիմացը դուրս չկանք, ոչինչ չասենք, նա իրականություն դառնա։ Նրանց նպատակն է, որ հայերին իրենց երկրներից, իրենց տարածքից դուրս անենք, որ հետո մենք կանք տեր դառնանք դրանց։ Ինչպես արել են Արևմտահայաստանը։ Մենք կարող ենք նրանց կեղծիքներին հակադարձել արժանի։ Իհարկե կարող ենք մենք հակադարձել։ Առաջի հերթին մենք գիտականորեն պետք է այդ գործն անենք, հետո էլ մեր բանակը ուժեղացնենք, որ ուժեղացնում ենք այսօր, եւ կարողանանք նրա դեմ կանգնենք եւ կապ ստեղծենք միջազգային տարբեր երկրների հետ։ Այսօրվա վերջի տարիները սրանից 5 տարի առաջ իմ ազգականներից մեկը արտգործ նախարարությունն աշխատում, ասում է մեր ղեկավարության ոչ հրավիրում են տարբեր երկրներ, ոչ էլ տարբեր դիվանագետներ են գալիս այցելելու մեր երկիրը։ Այսօր տեսեք, մենք ամեն շաբաթ նախարարներ ունենք, որ տարբեր աշխարհի երկրներն են գնում բանակցություններ անելու, հարյուրավոր, հազարավոր դիվանագետ է օտար եկել Հայաստան այս երկու քանի տարվա ընթացքում։ Կապերը ստեղծվել են։ Մենք ճանապարհ ենք գտնում ստեղծելու աշխարհի հետ կապ ստեղծելու, ոչ թե միայն Ռուսաստանի հետ, ինչպես նախկինում էր արվում։ Ինչ եք տեսնում Հայաստանում, պարոն Գալչյան։ Հայաստանում տեսնում եմ ապագա, պայծառ ապագա,
Քանի մեր ժողովուրդը իսկապես շինարար ժողովուրդ է, ճիշտ մտածող ժողովուրդ է, անցնում է տարբեր փուլերի մեջից, դժվարությունների մեջից, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ապագան լավ կլինի։ Աստված ինչ աչքով է մեզ նայում։ Աստված այն աչքով է նայում, որ դու իրան ես նայում այդ աչքով։ Եթե դու լավ ես տրամադրված, ցանկանում ես լավ լինես, լավ կլինես։ Շնորհակալ եմ, պարոն Գալստյան, որ եկաք եւ ձեր հետաքրքիր վերլուծությունները ներկայացրեցիք քարտեզները եւ փաստերով հերքեցիք Ալիևի ստերն ու կեղծիքները։ Ես եմ շնորհակալ, խնդրեմ, եթե կարող օգտակար լինեմ իմ բացատրություններով մեր ժողովրդին, ես պատրաստ եմ միշտ անելու։ Մեկ անգամ եւս շնորհակալություն։ Հայը երբեք չի եղել ժամանակի անցորդ, նա եղել է ու միշտ լինելու է իր հողի պահապանը։ Հայը չի չափվում հորինված քարտեզներով կամ սահմաններով, ծաղկում է հիշողությամբ, հավատով ու հոգով։ Ամեն մի քար մեր լեռներում, ամեն մի ալիք Սևանում եւ ամեն մի խաչքար Սարիգագաթին վկայում է մեր գոյության մասին, լուռ, ամուր, անպարտելի։ Հայը հարատևում է ոչ միայն ապրելով, այլև վերածնվելով ամեն անկումից, ուժեղանալով ցավից, ստեղծելով հույսի նոր ճամփաներ։ Նժդեհն ասել է. ազգը ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ հիշում է իր արմատները, եւ այդ հիշողությունը մեր մեջ է, մեր արյան մեջ, մեր լեզվի հնչյուններում, մեր երգերի ու աղոթքների մեջ։ Հարատևությունն ու վերածնունդը մեր անկախտելի պարտքն է հողին, նախնիներին եւ ապագա սերունդներին։ Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը մեր հոգու ամրոցն է, մեր ճշմարտության եւ անսասան կամքի խորհրդանիշը։ Եվ քանի դեռ հայը կա, ով հիշում է, հավատում է եւ սիրում է, Հայաստանը կլինի կանգուն, հարատև եւ անպարտելի։ Աստված պահապան մեր հողին, մեր ժողովրդին եւ նրա անմար ոգուն։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Հյուրս քարտեզագետ Ռուբեն Գալստյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։